Արդեն 4-րդ օրն է Հայաստանի 5 մարզում անտառային հրդեհներ են մարում հրշեջները։ Արբանյակային այս նկարում կարող եք տեսնել այն կետերը, որտեղ այս պահին դեռ կրակ կա։ Հրդեհի առաջին բռնկումը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ թթու ջուր հատվածում էր միանգամից 3 օջախով։ Առանձին օջախներ էլ Տավուշի մարզի Իջևան եւ Բերդ համայնքների անտառներում են։ Տեղի բնակիչները դուռ լուսամուտ փակ են պահում, որ ծխից չխեղդվեն։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում է, որ կրակի մեծ մասը արդեն հաջողվել է մարել։ Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է խոտածածկույթի չորությունը, իսկ քամին օգնում է կրակին տարածվել։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 1830 փրկարար։ Գործի է դրվել 17 հիմնական եւ 143 օժանդակ տեխնիկա։ Երեկ երեկոյան տեղից Դիլիջանի համայնքապետն էլ ձեռքին ծխախոտ պատմում է իրավիճակի մասին։ Քննչական կոմիտեից հրդեհի պատճառների մասին պաշտոնական ոչինչ չեն ասում։ Խոստանում են բացահայտման հետքերով կգնան, եթե հանցագործության մասին հաղորդում ստանան, իսկ այն դեռ չկա։ Մասնագետները նշում են չորային կլիման, որ տեղումներ չկան, հիմնական պատճառը դա է։ Հրդեհաշիջման աշխատանքներից հետո նոր մենք կկարողանանք հստակ ասել, թե որ հատվածում որքան տարածք է այրվել, իսկ այրվել է հիմնականում խոտածածկ եւ բուսածածկ տարածք կամ ջերմահարված ծառեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռներն են մասնակցում, արդեն մի քանի տասնյակ թռիչք են իրականացրել, ջուր տեղափոխել այրվող տարածքներ։ Երևանի քաղաքապետն ասում է, այն, որ հիմա մայրաքաղաքը մշուշի մեջ է, նաև հանրապետության տարբեր հատվածներում հրդեհների պատճառով է։ Սրվում է խնդիրը հենց ձմեռվա ամիսներին եւ մասնավորապես նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում, պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես օրինակ Ճամբարակում խոշոր հրդեհներ էին տեղի ունենում, բայց իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Օդի որակի համար ավելի վտանգավոր է, երբ այրվում են կիսաչոր տերևներն ու ծառերը, քան լրիվ չորացածը։ Մեծ զրույցում ասում է շրջակա միջավայրի նախարարության փորձագետը։ Ցանկացած կենսազանգվածի, նմանատիպ կենսազանգվածի չոր բուսական մնացորդների այրումից մթնոլորտ կարող են արտանետվել ածխածնի մոնոքսիդ, շմոր գազ, ոչ ցնդելի օրգանական միացություններ, ազոտի երկօքսիդ, որովհետև այդ բուսական զանգվածը կարող է նաև ոչ շատ չոր չլինի եւ այրումը թերի լինի, իսկ թերի այրման պրոդուկտից նաև կարան առաջանան դիօքսիններ, այսինքն ընդհանուր առմամբ կարան արվել, բայց թե ինչքան այս պահին տվյալ այրվող տարածքներին հարակից տարածքում օդի աղտոտվածության փաստացի վիճակը, այդ մոնիտորինգը չի արվում եւ դրա տվյալները առկա չեն, քանի որ տվյալ տարածաշրջանում մենք դիտականներ չունենք։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները ու խուսափել խոտի այրումից։ Անի Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սյանոսյան, Ռեոփն մեդիա։